Գորիսում մեկնարկել է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը, արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը նշել է, բարձր են գնահատում Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ ժողովրդավարության հետագա ամրապնդմանը, երկկողմ եւ եվրոպական ձևաչափով Ֆրանսիայի ցուցաբերած օժանդակությանը, Հայաստանի պաշտպանական կարողություններին եւ տնտեսական դիմակայունության ամրապնդմանը, աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնմանը, Եվրոպայի առավել մոտենալու ցանկություններին։ Հայաստանը չնայած արկա բոլոր մարտահրավերներին վճռական ջանքեր է գործադրում տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար, հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ սահմանների անխախտելիության սկզբունքը, որոնք փոխադարձաբար հարգելու հանձնառությունը Հայաստանը եւ Ադրբեջանը ստանձնել են Ալմաթայի հռչակագրով, ասել է նա։ Ֆրանսիայի ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախկին ղեկավար Ան Լորանս Պետելը հայտարարել է, որ Սյունիքում հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային։ Այս մասին Ան Լորանս Պետելը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում կից ներկայացնելով Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Խոզնավար գյուղի վրա։ Գրակոծները խաղաղ բնակիչների ուղղությամբ Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական այս ագրեսիային։ Ադրբեջանի նպատակն է մարդկանց մահվան մշտական վախ ներշնչել, որպեսզի նրանք փախչեն եւ ներխուժի Հայաստան, ասված է գրառման մեջ։ Վերջում Պետելը նշել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին եւ Եվրանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենին, նրանց այսպես ասած ուսալի գործընկեր համարելով Ալիևին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ասել է, որ իր ռոմանցի գործընկերը 3 Թեհրան կատարած կարճատև այցի ժամանակ փոխանցել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները հաղթելու ամերիկյան կողմի առաջարկի որոշ տարրեր։ Թեհրանը կպատասխանի ԱՄՆ առաջարկին համաձայն Իրանի ժողովրդի սկզբունքների, ազգային շահերի եւ իրավունքների, ասել է Աբբաս Արաղչին։ Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդել են Սարդոստային հատուկ գործողության մասին, որը նպատակ ուներ ոչնչացնել տասնյակ ռուսական ինքնաթիռներ 4 օդանավակայաններում։ Հարձակողական անօդաչու թռչող սարքերը թռիչքներ էին կատարում մայրուղում կայանված բեռնատարներից։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը կազմակերպել է հարձակում ռուս-ուկրաինական սահմանից հեռու գտնվող մի քանի շրջաններում գտնվող ռուսական օդանավակայանների վրա։ Նշվում է, որ հարձակման հետևանքով վնասվել է ավելի քան 40 ինքնաթիռ։ Լրատվամիջոցները պնդում են, որ գործողությունները ռուսական բանակին պատճառել են մոտ $2 միլիարդ վնաս։